Տերը օրհնի ձեզ, սիրելի եկեղեցի, ամեն, ասենք ամեն, փառքեր Հիսուսին, հալելույա, են հին օրերում ասում էին, փառքեր Հիսուսին, բոլորը փառք, այսենց, փառքեր Հիսուսին, ամեն, հալելույա, այսօր քարոզի վերնագիրն է, գոյության պատմությանը Դավթի վրանը, սիրելիներս, շատ կարևոր խոսք է, եթե այս պատգամը մենք հասկանանք, մեր կյանքում մեր գովաբանության ոճը կփոխվի, Տիրոջը ինձ ձևով կպաշտենք, ամեն, գովաբանության պատմությանը Դավթի վրանը, փառքեր Հիսուսին, Եսայի 61-րդ գլուխ, 3-րդ համարից եմ, առաջի 3 համարներն եմ կարդում, Տեր Աստծո օգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, այս այն խոսքերն է, որ Հիսուսը Ղուկաս 4-ի մեջ հռչակեց Նազարեթում, սիրելներ, Նազարեթ քաղաքում իր ծննդավայրում, Եվ նրան ասեցին այս մարգարեության խոսքերը քո մասին ես ասում, տարան որ ժայռից մեր փրկչին գլորեն, ամեն, բայց տեսեք ինչ ասում խոսքը, սիրելիներ, հալելույա, Տեր Աստծո օգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, ունենք աղքատություն հոգևոր, ամեն օր ես Տիրոջ կարիք ունեմ, հալելույա, փառքերը քեզ Հիսուս, կոտրված սիրտ ունեցողներին բժշկելու, Մարդիկ վիրավորվածությունը, խայցը սատանա, այս բոլոր բաները կոտրված սրտի մասին է խոսում, բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին արձակում, փառքես Հիսուս, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծո վրեժխնդրության օրը բոլոր սգավորներին մխիթարելու, Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց, լսեք կարևոր 3 բան այստեղ կատարվում, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ սգի տեղ, գովաբանության պատմության հուսահատ հոգու փոխարեն և նրանց պիտի կոչեն արդարության ծառեր, որ Տերը տնկել է իր փառավորության համար, թող եկեղեցին ասի ամեն, ամեն, հալելույա, Իսրայելը երբ որ ընկնում էր ահավոր վիճակի մեջ, այսինքն նրանք երբ որ պարտվում էին ու գիտեին պարտությունը որտեղից էր եկել, նրանք հագնում էին մի քուրձք, այդ քուրձքը ապաշխարություն ու սկսում էին, հասկանում եք այս 3 բաներն էր կատարվում, սուքը մոխիր էին իրանց վրա լցնում իրենց պատմուճանի վրա, բայց Տերը այստեղ հակառակն է ասում, Տերը ասում է ես քո կյանքի մեջ բերում եմ ազատություն, կյանք, ազատագրում, հալելույա, փառքեր Հիսուսին, փառք մոխրի տեղ, փառքեր Հիսուսին, ուրախության յուղ սգի տեղ, գովաբանության պատմության հուսահատ հոգու փոխարեն։ Լսում եք եկեղեցի, սուքը շատ դժվար բան է, սգի ժամանակ կա իրոք, սգի սեզոն կա։ Ես ինքս էլ անցել եմ, իմ հայրս որ մահացավ, ամեն մեկը ստեղ կարանք մեր կյանքի մի պատմություն մի բան ասենք, որ անցել ենք այդ սգի էջով, ամեն, բայց սգի մեջ մնալը ամբողջ կյանքի մեջ, դա առողջ բան չի, ամեն, այսօր Աստված ուզում է վերականգնի գովաբանության պատմությանը Դավթի վրանը մեր կյանքի մեջ, հալելույա, գովաբանության պատմությանը Դավթի վրանը մեր կյանքի մեջ, այս պատմության բառը միայն մեկ անգամ է հիշատակվում ամբողջ Աստվածաշնչում, Այն էլ այստեղ Եսայի 61-3 հատվածում, մեկ անգամ այս պատմության բառը, գովաբանության պատմության, սա շատ յուրահատուկ բան է, սա պատերազմի զենք է, որ թշնամին հարվածում է քեզ, քո գովաբանության զենքը վերցնում ես ու ետ ես նվաճում նրան, քույրես եղբայրս, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին, Շատ հետաքրքիր բաներ կատարվում 5 կտակարանում, շատերդ գիտեք, որ Աստված Մովսեսի հետ խոսած, և Մովսես ասում է Աստծո խորանը կառուցեց, ինչպես որ տեսել էր երկնքում երկրի վրա, ամեն, և դրա մասին խոսում է Ղևտացիների մեջ, կարգ ու կանոն է, այս բոլոր բաները, ոնց պետք է քահանաները ծառայեն և այդ բոլոր բաները, և դրանից հետո մենք տեսնում ենք այդ խորանը մի այլ տեսք ընդունեց, Սողոմոնը Այդ խորանը վերակառուցեց ավելի մեծ փառավոր տեսքով Սողոմոնի տաճարը, նույն ծառայությունները, նույն քահանայական, նույն բաները, բայց մի բան այսօր ուզում եմ դրա մասին խոսամ։ Դավթի վրանը,
Դավթի վրանը մի վրան էր, որ 5 տակարանում կորցրեցին, քույր եղբայրներս, Իսրայելը կորցրեց Դավթի վրանը։ Դավթի վրանի մեջ էր ուխտի տապանակը, հալելույա։ Դավթի վրանը կորավ, ջախջախվեց, եւ Աստված ուզում է Դավթի վրանը վերականգնի, ոչ թե ուզում է Աստված նոր կտակարանում մի բան է վերականգնել, միայն մեկ բան, դա էլ Դավթի վրանն է, հավատում եք։ Նոր կտակարանում Աստված չվերականգնեց Մովսեսի խորանը, Սողոմոնի տաճարը, բայց նոր կտակարանում Աստված վերականգնեց մեկ բան, գովաբանության պատմությանը ու Դավթի վրանը, թող եկեղեցին ասի ամեն։ Այս հայտնությունը բացվեց Գործք առաքելոց 15-ում, Ամովսի մարգարեությունը։ Ամովսը Դավիթից մոտ 200-240 տարի հետո է այս մարգարեն եկել։ Այն ժամանակ է եկել, որ նա տեսել է, որ Դավթի վրան էլ Իսրայելի մեջ գոյություն չունի, հավատում եք։ Ես կխոսամ ինչքան կարևոր է քո փառաբանությունը, քո գոյությունը ասուն, քո երկրպագությունը ասուն, Աստված ուզում է դա վերականգնի, քույրս եղբայրս ամեն։ Ու Ամովսը մի մարգարեություն է անում, որ եկեղեցին Գործք առաքելոց 15-16-ի մեջ հիշում է Ամովսի մարգարեությունը եւ սա է ասում։ Հակոբոս առաքյալը հիշեցնում է Ամովսի մարգարեությունը, որը գրվել էր գրեթե 900 տարի առաջ Գործք առաքելոցից։ Եվ մարգարեն ասել է սրանից հետո կվերադառնամ ու Դավթի քանդված վրանը կվերաշինեմ, նրա ավերակները կվերակառուցեմ եւ կվերականգնեմ այն։ Գործք առաքելոց 15-16։ Ինչ վրանի մասին է խոսում եկեղեցին։ Նրանք ասում են, որ Աստված վերականգնելու է Դավթի վրանը, քույրս եղբայրս, հալելույա։ Դավթի վրանը ուներ մի քանի կարևոր առանձնահատկություններ, սա պետք է մենք լավ իմանանք։ Եթե մենք հասկանանք ինչ Աստված մեր կյանքի մեջ անում, պատկերացրեք թշնամու վրա, թշնամու զենքերը կոտրելու եք, Աստված ձեզ տալու է փառավոր հաղթություն Հիսուսի անունով, հալելույա։ Դավթի վրանը տարբերվում էր Մովսեսի խորանից եւ Սողոմոնի տաճարից։ Այնտեղ չկային վարակույրներ, չկային բաժարարար պատեր, Դավթի վրանում զոհեր չկային։ Դավթի վրանը Երուսաղեմում էր, որտեղ որ Դավիթն էր այդ ժամանակ, դեռ տաճարն էլ կառուցված չէր, բայց Դավթի վրանը կար։ Բայց կարող ասեք, բա որտեղ էին զոհերը անում։ Զոհերը անում էին Գաբավոնում, Իսրայելը։ Գաբավոնը Դավթի այդ վրանից Երուսաղեմից մոտ, ասենք մի 60 կիլոմետր էր հեռու։ Այնտեղ զոհ անում էին, իրենց մեղքերը խոստովանում էին, եւ դրանից հետո Աստված բերում էր փառաբանությունով, գովաբանությունով Դավթի վրանում պաշտում էին Աստծուն սիրելներ, հալելույա։ Այդ տեսեք ինչի նման է եկեղեցին։ Մենք երբ որ շատ ժամանակ գալիս ենք եկեղեցի, ինչ ենք անում, գալիս ենք ուզում ենք զոհ անենք, ուզում ենք ես։ Ես շատ անգամ եմ ասել, երկրպագությունն ու փառաբանությունը on and off button չի, որ միացնենք ու անջատենք։ Հասկանում եք, Դավթի վրանում, որ հասկանանք ինչ էր կատարվում, մի խենթություն, մի փառաբանություն, մի կյանք, որ Աստված Իսրայելի մեջ գործում էր։ Դավիթը Տիրոջ տան ծառայության համար նշանակել էր 4000 երաժիշտ երգիչ։ Դավթի վրանն էր։ Եվ Դավթի վրանի շուրջը դուք պատկերացնում եք այսօր մեր Խաչատուր եղբայրը եւ Հարութը մի քանի հոգի մեր ընդամենը մի քանի հոգով զգացիկ Աստծո ներկայությունը։ Ես խոսում եմ 4000-ի մասին։ Եվ այս երկրպագությունը, սիրելի քույր եղբայրներ, 24 ժամ Դավթի վրանում պետքա լիներ։ Դավթի Տիրոջ տան ծառայության համար նշանակվել էր 4000 երգիչ եւ 4000 դռնապաններ։ Այս դռնապանների համար մի այլ քարոզ կտամ, սիրելիներ։ Նրանց մեջ կար մի հատուկ պատրաստված խումբ 288 հոգի, որ նրանք այն 4000-ին սովորացնում են երկրպագությունն ու փառաբանությունը։ Սա ժողովուրդն էր, ամեն, որ պետքա երկրպագեին, հալելույա։ Այս ժողովուրդը 4000-ը բաժանված էին 24 թիմերի, յուրաքանչյուրը 12 հոգուց։ Պատկերացրեք, Դավթի վրանն է ու երկրպագությունը օր ու գիշեր չի դադարում, փառքեր Հիսուսին։ Երկրպագությունը չի դադարում, փառքեր Հիսուսին։ Դավթի վրանը այսօր ներկայացնում է այնպիսի եկեղեցի, որտեղ Աստծո ներկայությունը հանդիսանում է կենտրոնական արժեք։
Ներկայությունը, երկրպագությունը, գողաբանությունը, փառաբանությունը կենտրոնն է։ Դա է Աստված ուզում, սիրելիներ, իր եկեղեցու համար։ Եվ որտեղ գովաբանությունը դառնում է այն բանալին, որ բացում է երկնքի դռները եւ ճանապարհ է պատրաստում նրա փառքի հայտնության համար, եւ թող եկեղեցին ասի ամեն, հալելույա։ Նոր կտակարանում Աստված վերականգնեց Դավթի վրանը։ Մի բան, որ Իսրայելը կորցրել էր, շատ անգամ ասում են ուխտի տապանակը որտեղ է։ Ես ասում եմ, գտեք Դավթի վրանը, որ ծածկել էր ուխտի տապանակը, քույրս եղբայրս, հալելույա։ Գովաբանությունը չպետք է դադարի ոչ ցերեկը, ոչ գիշերը։ Սա Դավիթն է եղել։ Պատկերացնում եք, տաճարի մասին չենք խոսում։ Դավթի վրանը զոհի, վարակույրներ, արգելքներ, ծեսական կատարություններ, բան չի եղել։ Մենակ երկրպագություն, գոհություն, պատիվ մեծություն Աստծուն։ Երբ որ մեկը գիշերը քնելուց առաջ զգացել է ծանրություն, մի բանը գնացել է դեպի Դավթի վրանը, գնացել է դեպի դռնապաները ու գնացել է դեպի ուխտի տապանակի առաջ կանգնել է, պատկերացրեք, դեռ տաճարը չկար, բայց դու կարայիր ուղիղ գնայիր ուխտի տապանակի առաջ կանգնեիր ու փառաբանեիր Աստծուն։ Բայց տարիներ հետո, երբ որ Սողոմոնը տաճարը կառուցեց, այո, նա ինչ արեց Սողոմոնը, նա վերականգնեց Մովսեսի օրենքը, ամբողջ քահանայական ծառայությունը տաճարի մեջ, բայց Դավթի վրանը, Դավիթը գրել է 73 սաղմոսներ, այդ վրանի շուրջը, Դավիթը երբ որ պատերազմի էր գնում, երկրպագությունը պետքա չդադարեր, շատ անգամ ասում ենք, ոնց է Դավիթը այսքան պատերազմներ հաղթել, ոնց է այսքան հաղթական եղել, ոնց է Գողիաթի գլուխը կտրել, որովհետև Դավթի վրանի պաշտամունքը միշտ գործում էր, հալելույա, փառքեր Հիսուսին։ Դավթի վրանը, սիրելի քույր եղբայրներս, հալելույա, Դավիթը հասկացել էր երկնքի գաղտնիքը։ Ուշադիր լսեք, Դավիթը հասկացել էր ինչ է կատարվում երկնքում։ Հայտնության գրքում գրված է, որ 24 ծերերը երկրպագում են գայի առաջ ցերեկ ու գիշեր, իրենց պսակները գցելով գայի առաջ։ Հալելույա։ Դավթի վրանում նա 24 թիմերի էր բաժանել այս 4000 հոգին։ Գիշեր, ցերեկ նրանք երկրպագում էին Աստծուն, սա Դավթի վրանի պաշտամունքն էր, քույր եղբայրներ, հալելույա։ Ինչ էին ասում այս 24 երեսները։ Նրանք երգում էին ու ասում էին. Սուրբ, Սուրբ, Սուրբ ամենակալ Տեր Աստված, որ էր եւ որ է եւ որ գալու է, արժանի ես Տեր Աստված, մեզ ընդունես, հալելույա, որ ընդունես քո փառքը, պատիվը եւ զորությունը, որովհետեւ դու ամեն բան ստեղծեցիր ու քո կամքը եղան եւ ստեղծվեցին, հալելույա։ Երկնքում ինչ են անում? Երկնքում չեն ասում տուր ինձ, բժշկիր ինձ։ Երկնքում փառք, պատիվ, փառաբանություն, գովաբանության պատմությանը, հալելույա։ Պատկերացրեք, մի ժամ ու կես, որ պաշտամունք ենք այստեղ անում, Դավթի վրանի օծությունն է իջնում մեր վրա։ Պաշտամունքի մեջ Դավթի գովաբանության պատմությանը ծածկում այստեղ։ Ու մենք այս պատմությանի տակ զգում ենք ճեղքումներ, զգում ենք, որ հաղթում ենք, զգում ենք, որ մենք կարանք քայլենք այն ուժերի վրա, որ մեզ ճնշում են դուրսը, փառքեր Հիսուսին, հալելույա, փառքեր Հիսուսին։ Գովաբանություն այն բանալին է, որ բացում է երկնքի դռները եւ բերում է ազատագրություն երկրի վրա։ Քանի անգամ որ ասում ենք թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Սա փոխաբերական իմաստ չունի, սիրելի եկեղեցի։ Սա այնպես չգիտես, որ դե այսօր զգացմունքներս ասում է, որ ես չպաշտեմ Աստծուն։ Կամ ինչ որ կյանքիս մեջ մի բան են չի, երբ որ երկնքի դռները բացվում է, Աստծո կատարյալ ազատագրումն է գալի մեր կյանքի մեջ։ Մենք զգում ենք, որ մենք կարանք ամեն բան անեմ իմ զորացնող Քրիստոսով, փառքեր Հիսուսին։ Քո հոգու մեջ ասա Տեր, վերականգնիր Դավթի վրանի պաշտամունքի իմ մեջ, իմ ընտանիքի մեջ, հալելույա Տեր, իմ կյանքի մեջ, փառքեր Հիսուսին։ Գործք առաքելոց 16-ում առաքյալները հասկացել էին Դավթի վրանի պաշտամունքը։ Պողոսն ու Շիղան նրանք մի տարածքում էին, որ նրանց բռնեցին ավետարանը քարոզելու համար։ Նրանց հալածեցին, նրանց գցեցին, քույր եղբայրներս բանտի մեջ շղթայված,
Գործք առաքելոց 18-ում, ամեն 16-ում։ Բայց կես գիշերին նրանք սկսեցին խոսնասումը աղոթել եւ փառաբանել Աստծուն։ Կարանք այսպիսի բան անենք։ Տեսեք, լավ օրերի մեջ լավ է փառաբանելը։ Լավ է գոհանալը։ Քույրս, եղբայրս, մենք ասում ենք, որ սա գոհության ամիսն է։ Գոհության ամիսն է ամեն օր։ Գոհության ամիսն է ամեն տարվա ամիս մեր կյանքի մեջ, փառքեր Հիսուսին, փառաբանեցին։ Ինչ կատարվեց, ինչ տեղի ունեցավ։ Խոսքը ասում է, բանտի դռները բացվեցին, շղթաները քանդվեցին եւ փրկություն եղավ պահապանների տանը։ Այդ բանտապետի պահապանի տանը փրկություն եկավ, որովհետեւ Դավթի պաշտամունք էր այդտեղ գնում։ Դավթի վրանի պաշտամունքը, քույրս, եղբայրս, չունի արգելքներ, չունի ոչ մի բան։ Ես նորից եմ ասում, գիտեք, Գաբավոն այդ տեղը կոչված զոհերն էին անում։ Մովսեսի խորանը Գաբավոնում էր։ Ես եկեղեցին ինքս այսպես եմ տեսնում Կիրակի օրը։ Ես տեսնում եմ, որ նախքան Դավթի վրանը մտնելը, ես պետք է գնամ Գողգոթա։ Շատերը մեծամասնությունը գալիս են եկեղեցի Գողգոթայի process-ը լինում է շենքի մեջ։ Գողգոթա կարծես գալիս են երկրպագության ժամանակ, որը որ լավ է, էլի կարանք Տիրոջը դիմենք։ Բայց մի յուրատուկ բան էր կատարվում Իսրայելի մեջ։ Փառաբանությունը Երուսաղեմում էր, դեռ տաճարը չկար։ Գաբավոնում ամեն զոհերն էր լինում, ամեն Գաբավոնում։ Զոհերը անում էին ծեսակատարությունները, ամեն բան, քահանաները, բայց Երուսաղեմի մեջ օրը 24 ժամ պաշտամունք էր, 4000-ից ավել, 4000 նրանք երկրպագում էին Աստծուն, փառաբանում էին Իսրայելի կարիքների համար։ Կարդացեք Սաղմոսները, տեսեք ինչ ասում Դավիթը այդ վրանի մասին, սիրելիներ, ամեն։ Ճիշտ է, որ կառուցեցին այդ գեղեցիկ տաճարը, բայց կորցրեցին Դավթի վրանը։ Սիրելի քույր եղբայրներ, եկեղեցու աճը լավ է, մեծ շենքերն ու կառույցները լավ են, բայց եթե Դավթի տան պաշտամունքը, վրանի փառաբանության պաշտամունքը չլինի, այս գովաբանության, այս պատմությանը, որ մենք չհագնենք մեր վրա, մեր պաշտամունքի մեջ, զրո արժեք արժե, ամեն։ Աստված ուզում է, որ մեր պաշտամունքը դառնա Դավթի վրանի պաշտամունք, քույրս, եղբայրս։ Սա որոշում է, որ մենք պետք է կայացնենք։ Գովաբանությունը կոտրում է շղթաները եւ փոխում է անտեսանելի իրականությունը։ Այդպիսի բան չկա, որ գովաբանության մեջ չկոտրվի։ Այդպիսի պատերազմներ չկան, որ չկարողանաս հաղթահարել։ Գովաբանությունը ես sense կարամ ասեմ, քո միակ զենքն է թշնամու դիմաց։ Եվ շատ անգամ, այո, եկեք բուրը ծափերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Քույրս, եղբայրս, Սատանան նա օգտագործում է միջոցներ, առիթներ, պայմաններ, որպեսզի կարողանա մեր գովաբանությունը դադարեցնի, որպեսզի կարողանա մեր ձայնը մեր մեջից դուրս չանի։ Այսինքն մենք նստենք ու մտածենք այն բաների մասին, որ չենք էլ կարում դրանց վրայով քայլել։ Հալելույա։ Գովաբանությունը կոտրում է շղթաները, փոխում է անտեսանելի իրականությունը։ Այն հոգևոր զենք է հոգևոր պատերազմի մեջ։ Մենք կարդում ենք երկրորդ մնացորդացի մեջ։ Դավիթը մի օրինակ էր թողել Իսրայելին, սա շատ կարևոր է, որ հասկանանք։ Իսրայելի մեջ կային շատ քիչ լավ թագավորներ։ Այն թագավորները, որ հասկացել էին Դավթի վրանի պաշտամունքն ու փառաբանությունը, նրանք իրենց պարտության մեջ շրջապատված, կարամ ասեմ, հիվանդության, դիպրեսիայի, ամեն կյանքի խնդիրների մեջ, նրանք վերականգնում էին Դավթի վրանի պաշտամունքը։ Սա կատարվեց երկրորդ մնացորդաց 20-ի մասին։ 3 ազգեր շրջապատել էին Հովսափատին, հիշում եք։ Նա շրջապատված էր, նա չես չուներ, որ կարողանար այս թագավորներին նրանց ետքը մղեր։ Երբ Հուդայի ժողովուրդը հանդիպեց թշնամիներին, Աստված ասաց, գիտեք ինչ ասաց Աստված, թող փառաբանողները գնան բանակի առաջից։ Այս է Դավթի վրանն էր։ Դավիթ ամեն անգամ, երբ որ նա գնում էր պատերազմի, նրա վրանի պաշտամունքն ու երկրպագությունն ու փառաբանությունը երբեք պետքա չդադարեր։ Սա նույնն է, գիտեք, հակառակ դեպքում սա կարանք անենք։ Կրոնը սա է, կրոնը հակառակն է ասում։
Կիրակի օրը կգնանք եկեղեցի, կերկրպակենք, կփառաբանենք, բայց մյուս 6 օրերը Դավթի պաշտամունքն ու վրանի ներկայությունը չենք զգա։ Ամեն օր պետք է այս վրանի պաշտամունքը մենք տանենք մեր հետ։ Ամեն օր մեր տան աշխատանքի, գործի օր գնում ես Դավթի վրանի պաշտամունքը։ Ու մեկ էլ թշնամին արձակվում է։ Ինչ որ մի բան է գալի, մի դիագնոզ է գալի, մի ցավ է գալի։ Աստված ասում է բարձրացրու երկարանդ, բարձրացրու գովաբանությունը, Դավթի տան պաշտամունքը, հալելույա։ Եվ խոսքը ասում է, երբ նրանք երգում էին Իսրայելը, Հովսափատի կարգած բանակը, ասում է, երբ որ երգում էին, ասեցին գոհացիր Տիրոջից, որովհետև նրա ողորմությունը հավիտյան է, Աստված շպոտություն բերեց թշնամիների վրա։ Գիտեք ինչ եղավ, մեկը մեկին կոտորեց։ Ամեն զենք, որ դուրս է գալի քո դիմաց, անցյալ կիրակի մենք կարդացինք, հաջողություն չի ունենա։ Ամեն խոսք, ամեն լեզու, որ դատապարտություն է խոսում քո դեմ, հաջողություն չի ունենա։ Փառքեր Հիսուսին։ Ես գիտեք հիմա կարող եմ մի քանիսը զգում ենք Դավթի վրանի պաշտամունքը մեր մեջ, երևի ոմանք էլ չենք զգում դա բնական բան է։ Պաշտամունքը չես կարա միացնես ու անջատես։ Չես կարա կիրակի գաս ասես Սուրբ Հոգի միացնում են քեզ գործիր, պաշտամունքը դուրսն է։ Դավթի վրանի պաշտամունքը սկսում է տնից, սկսում է, դու պատրաստում ես քեզ, դու գնում ես Գողգոթա, գնում ես Գաբավոն, Գաբավոնում քո զոհը անում ես, մեկ էլ որ գալիս ես his house, գալիս ես Տիրոջ տունը, մտնում ես երկրպագության մեջ, արգելքներ չկան, պետք է բացես, հոգիդ պետք է բացես, ամեն մեջը եղածը պետք է բացես ու պետք է հրամայես դու քեզ, որ այսօր ես Տիրոջը պաշտելու եմ, փառքեր Հիսուսին, հալելույա։ Գովաբանությունը վերականգնում է հուսահատ կոտրված հոգին, քույր եղբայրներ։ Շատերը ընտանիքում իրենց խնդիրներ ունեն, հարազատներ ունեն խորը դիպրեսիայի մեջ, խորը դիպրեսիա, չգիտեն այդ հարցը ոնց լուծեն, ու մոտ գնան, որ քանսլերի մոտ գնան, ինչ անեն, գիտեք ինչ պետք անենք, Դավթի վրանի պաշտամունք, բարձրացրու, երկրպագություն միայն թող, երկրպագությունը բարձրացրու, փորձի մեկ շաբաթ, փորձեք մեկ շաբաթ, եթե մեկին ճանաչում եք ասեք, տան մեջ բարձրացրեք երկրպագություն ու գովաբանությունը, անհնարին է, որ Աստված չճեղքի այդ ջրերը, անհնարին է, դու գիտեք Իսրայելը, երբ որ ծովը բացվեց, նրանք ծովի մեջով անցան, կարմիր ծովը անապատ էին գնում, նրանք լուր չեն եղել, Մոսես իր ձայնը բարձրացրեց, աղաղակեց եւ մտան ծովը եւ խոսքը ասում է ծովից դուրս գալուց Մայրամն էր հրճակում, Մայրամն էր պաշտամունք, երկը, փառաբանությունը, գովությունը, երկրպագությունը, մարգարեությունը, Դավթի տան պաշտամունքը, փառքեր Հիսուսին, հալելույա։ Փորձությունը մտնելուց առաջ ձայնդ բարձրացրու, փորձությունից դուրս ես գալի գովաբանիր քույրս եղբայրս, Դավթի տան պաշտամունքը, փառքեր Հիսուսին, հալելույա։ Գովաբանությունը վերականգնում է կոտրված հոգին։ Դիպրեսիայի դեղերը չեն վերականգնում, հոգեբուժները չեն վերականգնում, քույր եղբայրներ, ոչ մեկ, դա անում է Տիրոջ հոգին գովաբանության ժամանակ։ Ես մի քանի հոգի գիտեմ, որ անձամբ աշխատել եմ շատ մոտ այդ մարդկանց հետ, որ տան մեջ լրիվ կապանքներ էր, կապանք, բռնվածություն, կապանք, հասկանում եք, ու ասեցի մի բան ենք անելու, սիստեմատիկ երկրպագություն, սիստեմատիկ պետք է այս տան մեջ պաշտամունք լինի, երկրպագություն ու գովություն, գովաբանություն, հալելույա, գովաբանություն Աստծուն, 1 ամիս, 2 ամիս ճեղքումները եկավ, Աստծոքին սկսես գործել, վերականգնել, բժշկել, քույրս եղբայրս, փառաբանությունը մեր հոգևոր զենքն է թշնամու դիմաց, երկրպագությունը, տեսեք ամեն ինչ փոխվում է երկրի վրա, նկատել եք, եկեղեցին ոնց է փոխվել, եթե դու գնաք 70-ական թվականների եկեղեցին նայեք, լուր մի քանի երգ էին երգում, 2 ժամ քարոզ էր լինում ու մեկ թեթև երգ, հիմա փոխվել է, Աստված նախքան իր գալը իր որդու Հիսուսին ուղարկելը հայրը
վերականգնելու է Դավթի վրանի պաշտամունքը, հալելույա, որ եկեղեցին ավելի շատ երկրպագելու է, ավելի շատ գովաբանություն է բերելու Աստծուն, ավելի քիչ քարոզներ են լինելու, ավելի մեծ ճեղքումներ են լինելու, փառքեր Հիսուսին, հալելույա։ Սա մեր եկեղեցու տեսիլքն է, քույրս եղբայրս, որ Աստված վերականգնում է երկրպագությունը։ Երկրպագությունը 4-5 հատ երկ չի։ Երկրպագությունը պաշտամունք է, պաշտամունք, հաղորդակցություն գերբնական Աստծո հետ, որ երկինքը բացվում է ու Աստված ծածկում է գովաբանության պատմուճանով քեզ, քո ընտանիքը ու այս ամբողջ սրահը, փառքեր Հիսուսին։ Հավատացեք վերջում երկելու ենք նորից քույր եղբայրներ Դավթի տան պաշտամու այն երգը, որ երգեցինք, Խաչատուր եղբայրս առաջնորդես քո փառքը։ Կտեսնեք ինչ մի օրհնություն է գալու, գիտեք ի որտեվ արդեն գիտակցաբար ենք երգում։ Մենք գիտենք ինչ ենք անում, որ զենքն ենք վեկալում թշնամու դիմաց։ Գիտեք, երբ որ գնում եք ատամի բժշկի, նա հատուկ գործիքներ ունի ատամի համար, սրտի բժիշկը հատուկ գործիք սրտի համար։ Այսպես է հոգևոր պատերազմը։ Մենք չենք անում մեկ զենքով, մի տեսակ մի բանով, հավատքը շատ լավ բան է։ Այո, կարդացեք Եփեսացիների 6-ի մեջ նշում է մեր հոգևոր զենքերը։ Դա կարևոր բան է, բայց եթե այդ զենքերի մեջ մենք չունենանք փառաբանությունը, չունենանք այս պաշտամունքի հոգին, ինչ պետք է անենք քույր եղբայրներս։ Փառաբանությունը առաջնայինն է, ամենամեծն է, ամեն բանից վեր է, փառքեր Հիսուսին։ Գովաբանությունը վերականգնում է հուսահատ հոգին, կոտրված հոգին։ Տեր Աստծո հոգին ինձ վրա է, Հիսուսն ասեց, նորից եմ կարդում։ Ըստ որում Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրված սիրտ ունեցողներին բժշկելու եւ գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում, փառքեր Հիսուսին։ Քույր եղբայրներ շատերը փորձում են ծանրությունը հաղթահարել զվարճանքով, ինչ որ մի բանով, շատ տեղերել շոփինգով։ Գիտեք, շատ մարդիկ դիպրեսիայի մեջ են գնում են շոփինգի։ Ուղղակի ժամանակ անցկացնեն, որ ցրվեն։ Այս տեսակ բաներ էլ կա։ Կյանքդ կարաս քեզ շեղես ամեն տեսակ բաներով, կամ այլ միջոցներով, բայց միայն Աստծո ներկայությունը գովաբանության միջոցով կարող է իսկապես վերականգնել կոտրված հոգին։ Այն որ ասում են, սա ես գարանտիա եմ տալիս, սա հենց այդ գարանտիան է, քույրս եղբայրս։ Հալելույա, փառքեր Հիսուսին իր ներկայության համար։ Եսայի 61:4-ում գրված է, որ գովաբանության զգեստը ակնելուց հետո, լսեք ինչ ասում խոսքը։ Եսայի 61:4-ն եմ հիմա կարդում։ Գովաբանության զգեստը, երբ որ Դավթի վրանի պաշտամունքը մեջը արդեն վերանորոգվում է, դրանից հետո ասում է նրանք պիտի շինեն հին ավերակները։ Ոչ թե որ Աստված ասում է արհամար իր անցյալդ, նո, դու ետ ես դառնում քո ավերակները, արդեն սկսում ես քո ավերակները շինել։ Դու ունես ուժ եւ կարողություն։ Մենք առաջ խուսափել ենք, փախել ենք մեր կյանքի անհաջողություններից, դժվարություններից։ Չենք ուզեցել տարբեր բաներ մենք, բայց հիմա դու ետ ես վերադառնում եւ կյանքիդ մեջ որ բաներ կա, որ անհաջողություն է եղել, խոսում ես դրա դիմաց։ Արթնանում է Դավթի պաշտամունքը, ոչ թե որ փախնում ես, քնացնում ես, սառացնում ես, հարաբերությունները դնում ես մի կողմ, ոչ։ Խոսք ասում է նրանք պիտի շինեն հին ավերակները։ Հին ավերակներ կարան լինեն հին հարաբերություններ։ Հին հարաբերություններ, մարդ ձախողումներ, կարա լինի տարբեր բաներ, չգիտեմ, հին ավերակներ մարդկանց կյանքի մեջ։ Բայց այս անգամ Սուրբ Հոգին ինքը միանում է մեզ։ Սա Դավիթի կյանքն էր։ Ես մտածում եմ, ասում եմ Տեր Աստված, որտեղ էր Դավիթը Սաղմոս 51-ում։ Որտեղ էր նա, քույր եղբայրներ։ Տաճարը չկար, նա բռնվել էր շնության մեղքի մեջ, մարդասպանության մեղքի մեջ։ Մեղքից հետո Նաթանը եկավ եւ նրան հանդիմանեց, նա ընդունեց Սուրբ Հոգու հանդիմանությունը, բայց լսեք, որտեղ էր Դավիթը։ Դեռ Սողոմոնի տաճարն էլ չկար։ Գաբավոնում զոհերն էին անում, բայց նա գտել էր գաղտնիքը։ Նա ասում է Տեր, դու չես ուզում ինչ որ մի զոհ, ինչ որ մի բան, դու ուզում ես կոտրված սիրտ, այ սիրտ Աստծո սրտի պես։
Երբ որ դու տեսնում ես քո սրտի կոտրվածությունը, ոչ թե դիմացինիդ, քո սրտի կոտրվածությունը, դու դիմում ես Աստծուն Դավթի նման։ Եվ Աստված վերանորոգում է քո պաշտամունքը նորից։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ Դավիթը չէր էլ կարա վերականգնվեր, եթե իր վրանը գոյություն չունենար։ Եթե այն 4000 երկրպագողները չլինեին, չերկրպագեին, եթե այդ 4000-ը չսքային Դավիթ թագավորի մեղքի համար, քույրս եղբայրս, ինչ կլիներ։ Հասկանում եք, շատ հետաքրքիր է հոգևոր կյանքը։ Մենք աղոթում ենք, որ մեր հարազատները գան, աշխարհը թողում են, գալիս են եկեղեցի, երբ որ գալիս են Դավթի վրանի մեջ, սկսում ենք արդեն կրոնանալ, սկսում ենք նրանց մասին բաներ ասել, միգուցե, սկսում ենք բաներ, Դավթի վրանի մեջ չկա այդ բաները, քույր եղբայրներ։ Դավթի վրանի մեջ գոհություն, պատիվ, մեծություն, մեր Աստծուն, պաշտամունք ու սուրբ պաշտամունք։ Դավթի վրանի պաշտամունքը նույնն է երկնքի պաշտամունքին։ Հավատում եք։ Ես խոսքը կարդացի, որ ասում է երկնքում 24 ժամ երեսները, 24 երեսները երկրպագում են Աստծուն, գիշեր ու ցերեկ։ Այն պահը, երբ որ դու սկսում ես երկրպագել ու փառաբանել, դու արդեն մտնում ես երկնքի կարգու կանոնի մեջ։ Այս է տարբերությունը։ Այդ մենք սկսում ենք արդեն պատերազմել։ Մեր միջև առաջի, սա առաջի երկինքն է հիմա, որ մենք կանք։ Երրորդ երկինքը, որտեղ որ Աստծո գահն է։ Առաջի երկնքի ու երրորդ երկնքի միջև մի խավար ուժեր կան։ Եփեսացիների մեջ է ասում։ Ասում է երկնայինների մեջ ասում է, եւ այդ խավար ուժերը պատկերացրեք մեր մեջ են։ Մենք ոնց պետք է ճեղքենք այս խավար ուժերը, երբ որ մեր երկրպագությունը դուրս է գալի մեր միջից, բարձրանում է երկինք, երկնքից էլ երեցները, սուրբերը, աղոթքը, մենք միանում ենք մեր պաշտամունքը, այ քեզ բան եմ ասում, այդ ժամանակ ամեն բան հնարավոր է քո համար, ամեն կոտրվածություն, ամեն հրաշքներ, շատ անգամ ասում ենք ոնց է որ մի տեղ էսի լինում, մյուս տեղը չի լինում, որովհետև պաշտամունքի կարգերն է տարբեր, պաշտամունքի ծեսերն է տարբեր, եկեղեցիկը հասկացել է Դավթի վրանի պաշտամունքը, մտնում ես եկեղեցի օծություն, այսպես օծություն, զգում ես Աստծո ներկայությունը, եկեղեցիկա գնում ես, 1 ժամ, 2 ժամ, ոնց որ ավտոներ կան, Ժիգուլին դիմացից խոդ էր տալիս սենց, գծում ես խոդ, միջև խոդ ընկնի, պետք է այս կարգու բան չլինի, Աստծո ներկայության մեջ օծությունը պետք է գործի, Աստծո ներկայության մեջ մտար եկեղեցի Սուրբ Հոգին ջրի պես թափվում է վրեդ, Աստված գործում է կյանքիդ մեջ, հալելույա, փառքեր Հիսուսին, քույր եղբայրներ, հալելույա, Եսայի 61:4-ում այո ասում է նրանք պիտի շինեն հին ավերակները, գովաբանությունը վերականգնում է այնինչ ծանրությունը կործանել է, ուրախությունը, տեսիլքը, հույսը եւ զորությունը քո կյանքի մեջ, խոսքն ասում է փառքը մոխրի տեղ, ուրախության յուղ սքի տեղ, գովաբանության պաշտամունք հուսահատ հոգու փոխարեն։ Հիմա կարող ասեք, բայց Արմեն եղբայր, այն երիտասարդ աղջիկը 30 տարեկան մայրա մեր անունը ինչքան հիշում եմ։ Ընտանիքը սքում է, ոնց կարաս ասես գնա փառաբանություն, նո։ Այդ ժամանակ մենք այդ 4000-ն ենք։ Հիմա մենք այդ 4000-ն ենք, որ շրջապատում ենք։ Այդ 4000-ն էին, որ շրջապատել էին Դավիթին իրանք այդ ժամանակ։ Նրանք հասկացել էին ինչա կատարվում իրենց թագավորի կյանքի մեջ։ Նա մեկուսացել էր, նա տանից չէր ելնում, նա փնտրում էր Տիրոջ երեսը, նա գրեթե ուզում էր հանձնվեր, բայց այսօր մենք ամեն անգամ երբ որ մի աղոթքի կարիք է գալի, մի խնդրված կա գալի, Տելեգրամի մեջ ու բաներ, մենք մի անգամից 4000-ով մենք գիտենք մեր ծառայությունը, ցերեկը, գիշերը, օր ու ցերեկ պետք չենք թողում, մեր սրտի մեջ դառնում է հոգս, մինչև որ աղոթում ենք այս ընտանիքը վերականգնվի, Տեր Աստված այս ընտանիքը մխիթարվի քո մեջ Տեր Հիսուս Քրիստոս, հալելույա, գովաբանության պաշտամունքը, քույրեր եղբայրներս, ամենամեծ պաշտամունքն է, որ մենք կարանք Տիրոջը տանք։ Ես ուղղակի այս նկարը չունեմ, մի հետաքրքիր նկար կար Telegram-ի մեջ կդնեմ, գովաբանության մասին է, ամբողջ sense բինտերով փաթաթված կապանքների մեջ մեկ այսպես եկել է ու գովաբանության ժամանակ գիտեք ինչ է լինում, թևերը բացվում է, ձեռքերը բացվում են։ Մի հետաքրքիր նկար, այդ նկարի մեջ որ նայում ես սա է, որ գովաբանության պատմությանը
Նրա կապանքների, շղթաների փոխարեն Աստված նրա վրա բերում է գովաբանության պաշտամունք, փառքեր Հիսուսին, հալելույա, փառքեր Հիսուսին։ Գովաբանության պաշտամունքը, սիրելի քույր եղբայրներս, շատ կարևոր է, որ Աստված վերականգնի, քայլեր դեպի վերականգնում եւ հաղթանակ։ Ինչ քայլեր պետք է անենք։ Հիմա կարող ասենք, բայց որտեղից սկսենք։ Հասկանում եմ, քո կյանքի մեջ միգուցե դու ունես հաղթանակներ, բայց իմ կյանքի մեջ դեռ բաներ կան։ Ինչպես հագուստ է, այնպես էլ այս զգեստը պետք է գիտակցաբար հագնենք։ Առաջինը գիտակցաբար, Տեր, քո կարիքն ունեմ, Տեր։ Իրավիճակները չեմ կարա փոխեմ, բայց միայն քո ներկայության կարիք ունեմ։ Տիրոջ երեսը փնտրելու կարիքը, փառքեր Հիսուսին։ Ամենամեծ բանը, որ դու կարաս անես, ամենամեծ բանը բարձրացրու քո ձայնը, քույրս եղբայրս։ Մենք այս երկրպագությունը նորից ենք երկրպագելու, բայց ես խնդրում եմ գովաբանության պատմուճանը հագնենք եւ բարձրացնենք մեր ձայները։ Սվետ քույրս կարդալու է Սաղմոս 103-ը, որ այս Սաղմոս 103-ը նա գրել է Դավիթը Դավթի վրանի, իր վրանի կողքը։ Մենք շատ ժամանակ տեսնում ենք, նա ասում է, ես ցատկում եմ, ես օրինակ պարում եմ, ուրախանում եմ, ցնծում եմ, ասում ենք, որտեղ էր սա Դավիթը անում։ Նա տաճարի մեջ չէր անում դա, որովհետև դեռ տաճարը գոյություն չուներ, բայց մի բան գոյություն ուներ Դավթի վրանը։ Նա իր վրանի մեջ էր Տիրոջը պաշտում, բայց երբ որ մեղանչում էր դեպի Գաբավոն Գողգոթան էր գնում, փառքերը քեզ Հիսուս, ես կուզեմ մեր ձայները բարձրացնենք, կանգնենք ոտքի քույրեր եղբայրներ, այս Սաղմոսը հռչակելու ենք և Սաղմոսից անմիջապես հետո մենք նորից ենք այն երգը երգելու քո փառքը Տեր, հալելույա, փառքեր Հիսուսին։ Դեր մեզ վրա Տեր, քո կրակը